Պարոն Այվազյան, դուք ինչ սպասելիքներ ունեք ընտրություններից, ինչպես եք գնահատում ձեր հնարավորությունները, ինչ սանդղակի վրա եք այս պահին գտնվում։ Ընտրություններում մեր հնարավորությունները գնահատում են բավարար եւ մենք ընտրություններին ոչ թե մասնակցում ենք ամեն գնով մանդատ ձեռք բերելու համար, այլ մենք ընտրություններին մասնակցում ենք պետականությանը որակականություն հաղորդելու ակնկալիքով։ Իհարկե մենք իրատեսական ենք եւ չգիտեմ 50% պլյուս 60-70% ակնկալիք չունենք եւ եթե մենք կարողանանք նվազագույշելու հաղթահարել, ապա մեծ որակ կարող ենք հաղորդել եւ խորհրդարանի աշխատանքին եւ պետական կյանքի կազմակերպմանը, ինչպես նաեւ թելադրել գրագետ եւ ճիշտ օրակարգ, ինչի համար եմ ասում, որովհետեւ գրագիտության եւ օբյեկտիվության չափանիշը յուրաքանչյուր երևույթի գիտական լինելն է, գիտական հենքի վրա, իսկ մինչև օրս անկախությունից ի վեր մեր երկրում ոտնահարվել է գիտելիքի նկատմամբ հարգանքը եւ ընդհանրապես բացակայել է եւ հատկապես պետականությունը դրվել է գիտելիքից դուրս հիմքերի վրա եւ այսօրվա քարոզարշավը եւս դա է փաստում, որ բոլորը փորձում են պաթոսով, դերասանական պաղանդով եւ այլն մարդկանց մոտ ձևավորել վստահություն, որպեսզի ստանան իրենց բաղձալի քվեները եւ հայտնվեն խորհրդարանում։ Մեզ համար դա ընդունելի չէ եւ մենք ընդհանրապես պետության մեջ չենք ընդունում թատրոնի գոյությունը եւ ժողովրդին պետք չէ խաբել եւ հիասթափեցնել։ Նաեւ որպես սահմանադրագետի կխնդրեմ անդրադառնալ սահմանադրության փոփոխությանը, գործող իշխանությունը նշում է, որ պետք է փոփոխվի եւ նաեւ արդեն պատրաստ է տեքստը ինչ որ առումով։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք, ինչից են փորձում խուսափել։ Նախ մի փոքր ճշտում անեմ, սահմանադրագետ մասնագիտություն գոյություն ունի սահմանադրական իրավունքի մասնագետ եւ շատերը նման մասնագիտության, որ ներկայանում են, շատ հեռու են սահմանադրությունից։ Հիմա ըստ էության սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը մեզ համար հրամայական է, սակայն ոչ թե իշխանության ներկայացրած նախագիծը, այլ մենք ունենք մեր մշակած նախագիծը եւ ասեմ, որ դա պետք է լինի համահայկական պետության սահմանադրություն, այսինքն սահմանադրություն, որը պետականորեն կմիավորի համայն աշխարհի մոտ 13 միլիոն հայության, այլ ոչ թե կլինի միայն մեր երկրի հայության համար։ Դրա բոլոր կառուցակարգեր իրավական կան, համահայկական քաղաքացիության մասին օրենքի նախագիծ, համահայկական պետական ինստիտուտների եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է պետության իշխանությունների առաջարկած նախագծին, տեսեք իրենք հայտարարեցին, որ դեռևս մարտի սկզբից դնելու են շրջանառության մեջ սահմանադրության նախագիծը, բայց ես կարծում եմ նրանց մոտ վախի զգացողություն եղավ, շատ լավ հասկանալով, որ մասնագիտական առումով դա այն ճակատագրին կարժանանա, ջարդուփշուր կլինի, որ իրենց վարկանիշը իջեցնի դեպի անդունդի խորքը եւ այդ կառումով կարծես թե թաքուն են պահում սահմանադրության նախագիծը, բայց մոտավորապես այսպես ասեմ, սահմանադրական փոփոխությունները որպես կանոն երկու նպատակ են հետապնդում։ Առաջինը պետականության որակի բարձրացում եւ երկրորդը ընթացիկ իշխանության հարմարավետության բարձրացում։ Սա երկրորդ նպատակն է հետապնդում եւ իրենց հարմարավետության եւ Ադրբեջանի կմահաճությունները բավարարելու առումով։ Գործող իշխանության կողմից նկատում եք միտում հայոց ցեղասպանության ուրացության, մոռացության։ Իհարկե, միտումը բացահայտորեն նկատվում է եւ սա միայն տեխնիկական առումով ցեղասպանության ուրացում չէ, այլ սա միտված է հայկական ինքնության վերացմանը եւ փառք Աստծո ինքնությունը, որը հենվում է հզոր գենետիկայի վրա, դա այդքան հեշտ ուղղակի հնարավոր չէ վերացնել, ինչի ամենաբառապացուցը տեսնում եք բազմամարդ մեր հասարակությունը, մեր հայությունը անկախ ամեն ինչից, ելնելով իրենց գենետիկայից, գնում են իրենց հավատքի հարգանքի տուրքը մատուցելու եւ մի բան էլ ասեմ, այսօրվա խորհուրդը պետք է լինի աշխարհին ներկանալ ոչ թե զոհ եւ ողբացող ազգի կարգավիճակ, այլ մոխիրներից Փյունիկի պես հառնող եւ հաղթող
կարգավիճակ ունեցող ազգ եւ միայն մենք այս խնդիրը կարող ենք լուծել հզոր պետականություն ունենալու միջոցով, այլ ոչ թե ողբալով։ Այսօրվա մեր օրվա խորհուրդը հզոր պետականության կերտումն է։